իրազեկելու ենք, թե ինչպես պետք է ֆիզիկական անձինք ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրը, կներկայացնենք ինչ է դրա համար անհրաժեշտ, վերջնաժամկետների վերաբերյալ կխոսենք, կնշենք, թե ինչպես պետք է հայտարարագիրը ներկայացնել, դրա համար անհրաժեշտ քայլերը որոնք են։ 300,000 դրամը 4 գործարքին էր վերաբերում, նվիրատվություն, 10-րդ կետը, 11-րդ կետը անհատույց ստացված եկամուտներ, 12-րդ կետը գույքի օտարումից ստացված եկամուտներ եւ 15-րդ կետով սահմանված փոխառությունները։ Այս 4 եկամուտի դեպքում էր, որ միանվագ մինչեւ 300,000 դրամ գործարքները կարող էին չհայտարարագրվել։ Մնացած բոլոր գործարքների դեպքում անկախ գումարի չափից եկամուտները հայտարարագրվում են։ Ձեզ 2 միլիոն դրամ գումար են փոխանցել, խնդրել են, որ իրենց փոխարեն որևէ ապրանք գնեք, փոխանցեք իրենց։ Այս դեպքում էլ սա ձեր համար եկամուտ չի դիտարկվում։ թվականի հունիսի 1-ից սկսած, ով փաստացի վճարումը կկատարի, միայն ինքը կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, այս մասով էլ խնդրում եմ լինել ուշադիր։ Ինձ շատ ահագին ինֆորմացիա տվեց, բայց սպეციფიկ կետեր կան, որ ես կուզենամ նույնիսկ քննարկեի, հետագայում ավելի հետամուտ կլինեմ, եթե մեկ հատ լինի, մասնակցեմ այս դասընթացին։ Մի հատ արդեն ներկայացրել եմ, ես եկել եմ նրա համար մանրամասնությամբ իմանամ հանկարծ, եթե սխալ ինչ-որ բան եմ արել, նորից ճշտված ուղարկեմ։ Անընդհատ վերանայվում է կառավարության որոշումը, անընդհատ շրջանակը ընդլայնվում է, այնպես որ ուղղակի հետևեք նաև PEC-ի էջերին եւ Facebook-յան եւ Instagram-յան եւ մեր պաշտոնական ինտերնետային կայքին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է եւ հայտարարագրման շրջանակներում ամբողջ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է կայքէջում։